Սիրելի հայրենակիցներ, մի փոքր առաջ պատգամավորներից մեկը Տիկին Հասմիկ Հակոբյանը մի տեսակ տարակուսած էր, թե մենք ընդհանրապես ինչ ենք խոսում Սամվել Կարապետյանի կալանավորման մասին, կարծես հերթական առօրեական իրադարձություն էր, որ տեղի էր ունենում։ Բայց եթե Տիկին Հակոբյանն այդքան էլ չի հավատում նրան, թե իսկապես ինչ մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը հայ ազգի, հայ ժողովրդի համար, ես վստահ եմ, որ հիմա այս ձայնագրությունը լսելուց հետո մի փոքր ձեր հավատը կավելանա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Նույնիսկ Վերջում իհարկե առաջարկում է նաև ծափահարել ինչպես Սամվել Կարապետյանին, այնպես է Ռուբեն Վարդանյանին։ Ես գիտեմ ինչու են իրենք ներդրում արել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն իրենց հայրենիքն է և նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Իսկ ինչու է հիմա Սամվել Կարապետյանը այս իշխանության օրոք կալանավորված և ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես ևս գիտեմ, որովհետև դուք երկուստ էլ ատում եք հայ ժողովրդին և հայկական պետականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը։ Վերջերս մի գրառում հայտնվեց, հիմա ես իմ ձևով կմիջամտեմ։ Առաջ գոնե ձև էին անում, որ կա իրավական գործընթաց, որ կան դատական պրոցեսներ և այլն, քննիչներն իրենք են ինչ-որ գործընթացներ իրականացնում։ Հիմա SMS-ների, WhatsApp-ով SMS-ների փոխարեն ուղղակի գալիս է Facebook-յան արդարադատությունը, Facebook-յան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում։ Սա է այն համակարգը, որ դուք ստեղծել էիք։ Զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում մինչև 18 թվականը։ 18 թվականից հետո մի հատ upgrade եղաք ու ստացվեց Facebook-յան արդարադատության իրականացում։ Բայց ինձ իսկապես մի բան է հետաքրքիր, պարոն Թունյան, հետո կխանգարեք, ձեր ոգին փառավորվեց երեկ, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին։ Իսկապես ձեր ոգի փառավորվեց, տոնում էիք երեկ։ Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տոնած կլինեիք, այդտեղ կասկած չունեմ։ Ձեզ ուժեղ էիք զգում։ Ես վստահեցնում եմ, դա ընդհանրապես ուժի գործոն չէ, ուժի ցուցադրություն չէր, այլ բացառապես թուլության, վախերի ցուցադրություն։ Ուզում եմ հասկանամ, այդ ինչից եք էլի այդքան վախենում։ Մարդն ընդամենն ասել է, որ եկեղեցու կողքին կանգնած ալինելու, եկեղեցուն է պաշտպանելու։ Այդ ինչ մի սենց վախեցած, սարսափած վիճակում եք գտնվում։ Այո, պետք է արձանագրել Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ։ Ընդհանրապես Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքն առհասարակ ատում է հաջողակ մարդկանց, ատում է այն մարդկանց, ովքեր հաղթանակի հետ են ասոցացվում, ատում է մարդկանց, ովքեր արժեք են ստեղծում, ու էական չի, թե այդ մարդիկ ովքեր են, նախագահներ լինեն, զինվորականներ լինեն, բիզնեսմեններ լինեն, թե ուղղակի սպորտսմեններ, օրինակ Հենրիխ Մխիթարյանի դեպքում, Լևոն Արոնյանի և մյուսների դեպքում։ Եվ հատկանշական է, որ այս մարդը երկրի սահմաններից դուրս թշնամիներ չունի, իր բոլոր թշնամիները Հայաստանի Հանրապետությունում են։ Հայի անուն ազգանուն ունեցող մարդիկ են միայն նրա թշնամիները, որտեղ այլ ձև չես կարող բացատրել, թե ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը այսպես վիզը ծուր կանգնում Ալիևի առաջ ասում, արի գնանք սուրճ խմենք, կամ Էրդողանի գիրքը սենց ոգևորված իր կրծքին սեղմում կանգնում, հետո գալիս Հայաստանի Հանրապետությունում թուր ճոճում բոլորի նկատմամբ, հոգևորականների, կաթողիկոսների, նախագահների, գործարարների։ Պարոն Սուքիասյան, ձեզ դուր է գալիս այս իրավիճակը, երբ գործարարներն են այսպես թիրախավորվում։ Վստահ եմ, որ դուր չի գալիս։ Բայց ես կարծում եմ, որ բոլորն էլ իրենց կարծիքը այստեղ պետք է հայտարարեն այդ մասով։ Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլ է, ուրիշ ոչինչ։ Սիրելի ժողովուրդ, հանկած չմոլորեցվեք այն պնդումներով, որ սրանք առանձին անհատների, առանձին հոգևորականների կամ կաթողիկոսի հետ քննարկումներ են։ Սա մեր ազգային ինստիտուտը ոչնչացնելու հարց է։ Վաղը կարծես թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնում։ Գոհ կլինեն այնտեղ ձեզանից։ Շատ գոհ կլինեն, վստահ եմ գոհ կլինեն։ Նախ այստեղ իհարկե կարևոր է հասկանալ, թե Թուրքիա գնալը ինչ օրակարգ ունի, այնտեղ ինչ է քննարկվելու։ Բայց քանի որ շատ է խոսում նաև սրբապղծություններից, ես ուզում եմ ասել, թե ինչն է ինձ համար սրբապղծությունը։
Սրբափոխություն է այն, որ միայն նրա համար, որ ձեզ դավաճան չասեն, միայն ձեր մաշկի կաշվի փրկության համար, հազարավոր տղաների կյանքը դրեցիք զոհասեղանին։ Միայն նրա համար, որ ձեր կաշին փրկեք։ Սրբափոխություն է, երբ տասնյակ կիլոմետրերով Լրություն դալիճ։ Լրություն, նախազգուշացում, Նարեկ։ Սրբափոխություն է, երբ Նիկոլ Փաշինյանի միանձնյա հրամանով տասնյակ կիլոմետրերով մեր զորքը ետ է քաշվել, անպաշտպան թողնելով, այո, եւ հարվածի տակ թողնելով Պարոն Եղոյան, հանգիստ, խնդրում եմ կարգի հրավերակ պատգամավորներին։ Պարոն Եղոյան, Սրբափոխություն էր Արցախը ճանաչել։ Տիկին Գրիգորյան, մի վարքյան։ Ազգային ժողովի կանոնակարգին համաձայն նկատողություն եք ստանում, պարոն Եղոյան, նախազգուշացում եք ստանում եւ նույնը ձեզ է վերաբերում, պարոն Ղարամանյան եւ պարոն Եղոյան, նախազգուշացում։ Տիկին Գրիգորյան, շարունակեք, ես ձեզ Ղարամանյանը Զեմլյակը սա ոչինչ թեթև տանենք։ Արցախ սրբափոխություն էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որի հետևանքով արդյունքում այո եղավ էթնիկ զտում եւ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Այո, սրբափոխություն էր, երբ Արցախի վրա հարձակում կար, իսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարում էր, որ որևէ վտանգ, սպառնալիք չկա քաղաքացիական հասարակությանը։ Սա սրբափոխություններ են, այո։ Եվ այստեղ պարոն Թունյանը գնաց, ես զարմանում եմ իր զարմանքի վրա, որ մենք ասում ենք, լավ, հիմա ստեղծված իրավիճակում եկեղեցուն հարվածի տակ դնելը, կաթողիկոսի մասին խոսելը, հոգևորականների մասին խոսելը, ինչ նպատակ է հետապնդում եւ իսկապես մեր անմիջական հարևանությամբ տեղի են ունենում աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ։ Միջուկային պատերազմից, այո, ով էր զարմանում պատերազմ բառից, այո, միջուկային պատերազմից 5 պակասը։ Ամեն մեկս ամեն առավոտ արթնանում ենք, կարծում ենք մի հատ հասկանանք Տրամփն ինչ դիրքորոշում է հայտնել։ Իսրայելը ինչ է իրականացնել, հասկանալու համար ինչ է տեղի ունենալու մեզ հետ։ Այսօր Իրանի սահմանից բազմաթիվ իրանցիներ են մտնում Հայաստանի Հանրապետություն եւ ամենօրյա ռեժիմով Facebook-ում ստատուս գրելու փոխարեն մի հատ հասկացեք, այդ հետևանքներին մենք ոնց ենք առերեսվելու։ Սրանք նորմալ ադեկվատ հարցեր են, որոնց դուք պատասխանները չունեք։ Այո, կարող եք ինչից ասել խոսել, բայց միևնույն է փաստ է, չէ, որ օրինակ մեր պետական պարտքը ավելացել է 7 միլիարդով, 13 միլիարդ պետական պարտք ունենք։ Թունյանն ասում է, ինչ եք խոսում պետական պարտքից, օրինակ Գյուրեղյանը պարտքը ավելացրել տուն ա գնել։ Ճիշտ է ասում, բայց նա պիտի ասի մեր պետական պարտքը, որ ավելացել է, մեր կյանքում ի՞նչն է ավելացել։ 7 միլիարդ, այս իմ զեմլյակները այսօր որոշել են հատուկ ինձ արձագանքել, տենց հրաման ունեք։ Լրություն։ 13 միլիարդ պետական պարտքի պայմաններում մենք ինչ ենք ստացել։ Կրկնում եմ, ուզում եմ գնալ տեսնել ստրատեգիական նշանակության, ինչ եք ստեղծել մեզ համար, մեր երեխեքի համար, որովհետև երեխաները, դուք ավարտական ելույթ ունեք, չէ՞։ Լրություն, ես խնդրում եմ Տիկին Գրիգորյանի զեմլակներին լռել։ Եվ հերիք եղավ զեմլաչիստվայով զբաղվեք եւ ռուսերեն բառեր օգտագործեք։ Կարող ենք կազմակերպել, ես էլ պարտավորվում եմ մեքենան ապահովել, եթե ուզում եք գնալ տեսնեք։ Ինձ ցույց տալու կարիք չկա, դուք ժողովրդին պետքա ցույց տաք 7 միլիարդը ինչի վրա է գնացել։ Տեսեք, ամեն անգամ ես սա որպես փաստ արձանագրում եմ, երբ հարցնում եմ պետական պարտքը ինչի վրա է ծախսվել, կոնկրետ Տիրապետում եմ նախազգուշացում Աղվան Վարդանյանին տեղից բղավելու համար։ Քանի որ ինձ անընդհատ ընդհատեցին եւ մեծ հաշվով ժամանակը քիչ է մնացել։ Ես չեմ ընդհատում, շարունակեք Տիկին Գրիգորյան։ Մի նայեք ժամանակին, շարունակեք։
Պետական պարտքի մասին խոսելիս պետք է նաև հետևյալ արձանագրումն անել։ Մինչև 18 թվականը պետական պարտքի միջին տոկոսադրույքը 4.6% էր, այսօր այս պահին 7.2% է, ինչը նշանակում է, որ միայն 24 թվականին վճարվել է ավելի քան 113 միլիարդ դրամ, գրեթե նույնքան ամբողջ առողջապահական համակարգն է։ Այսինքն միայն այն բանի բերումով, որ այս մարդիկ նույնիսկ պարտք ներգրավելիս չեն կարողանում համապատասխան աշխատանքն անել եւ ավելի ցածր տոկոսադրույքով պարտք ներգրավել, մենք այսքան գումար փաստացի վճարում ենք։ Մի քանի անդրադարձ նաեւ հնչեցված, օրինակ Ալեն Սիմոնյանն ասում է, անհետ կորածների ժամանակը։ Ասում է օրինակ անհետ կորածների մասով անլրջացրեցի։ Դուք դահլիճում եք Տիկին Գրիգորյան, անհետ կորածների ժամանակ, ես դա անհետ կորածների մասով մենք մշտական կապի մեջ ենք։ Ասում եք կգնա կնկարվեք անցնեք։ Անհետ կորածների ընտանիքներն այս վիճակում կներեք, որ իշխանության օրոք են հայտնվել։ Բայց ձեր իշխանության օրոք են այս մարդկանց երեխաները անհետ կորել։ Դուք պարտականություն ունեք վերադարձնելու կամ մասունքները կամ տեղեկատվություն տալու, որ չեք արել։ Եկել եք ու եք ինչ ասում։ Այնուամենայնիվ դուք դահլիճում եք եղել, միայն վերջի պատերազմի ժամանակ անհետ կորածները չէին, նաև 90-ականներին էին ներկայացված, խնդրում եմ ասելուց գոնե ճիշտ ասեք, էլի։ Ներկա չէիք դուք դահլիճում։ Ես ներկա եմ ամբողջությամբ տեղեկատվությանը տիրապետում եմ, փողոցում կանգնած այսօրվա մարդկանց գնացեք եւ պատասխան տվեք, հարցը դա է։ Մնացած ամեն ինչը լիրիկա է, մնացած ամեն ինչը մանիպուլյացիա է։ Ժամանակն ավարտվում է, այստեղ երկար խոսելու նպատակ չունեմ, չնայած նաեւ բյուջեի մասով շատ արձանագրումներ ունեի անելու, բայց մի հստակ բան ուզում եմ արձանագրել։ Այնինչ այսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում իսկապես վախի մթնոլորտ սերմանելու գործընթաց է։ Բոլորին թիրախավորել, կրկնում եմ, ոչ թշնամուն, ոչ հակառակորդին, ոչ իրական թշնամիներին, սեփական ժողովրդի ներկայացուցիչներին թիրախավորել, վախ սերմանել, միայն թե հնարավորինս երկար սեփական աթոռը պահելու համար։ Սիրելի ժողովուրդ, չվախենաք։ Մի վախեցեք մարդուց, ով ինքը ոտից գլուխ վախերի կծիկ է, վախենում է սեփական աթոռը կորցնելուց, որևէ կերպ չվախենակ, ես չեմ վախենում, 100,000-ավոր մարդիկ չեն վախենում եւ իսկապես չկա մի բանդ, որում կարող եք տեղավորել 100,000-ավոր մարդկանց, ովքեր պահելու են իրենց ինքնությունը, ովքեր լինելու են եկեղեցու կողքին եւ այն մարդկանց կողքին, ովքեր իսկապես արժեք են ստեղծում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ Տիկին Գրիգորյան, լրություն